Փաստորեն հենց հիմա Նիկոլ Փաշինյանը դատվում է Բաքվի դատարանում։ Օրեր առաջ հայտարարեց, որ այո, ես նաև եթե հրավեր եղավ, մեկնելու եմ ես Բաքու, չգիտեմ, ինչ միջազգային միջոցառման համար։ Հենց հիմա ինքը ընդ դատվում է, որտեղ ինքը այդ օրը եղել է Հայաստանի վարչապետը։ Շատ կարևոր թեմայից ենք խոսելու, որը քանի օր է պետք է Հայաստանում դառնար թիվ 1 քննարկման թեման, բայց որևէ կերպ չի քննարկվում։ Հիմա եկեք դիտենք։ Հույսով եմ մասամբ տեղյակ եք։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ տարի սկզբներից։ Իհարկե, այս բոլոր շինծու եւ կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես եւ իմ գործընկերները դատարանում շարունակում ենք հերթական պայքարը, սպույլատրելով նպաստել մեր իրավունքները, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ հայոց պետականության։ Այս պահի խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր վերած բոլոր աներկերի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այնտեղի ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ երակում հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Որտորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանդայի ներկայացնած դիրքորոշումը հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանովից մերսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այդտեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև այդտեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակի Դատավարությունը, որ Ադրբեջանում գնում են, բոլորս գիտենք, Բաքվում, որ մեր քաղաքացիներին դատում են, բոլորս գիտենք։ Նրանց մեջ են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Ռուբեն Վարդանյանը եւ գեներալ Դավիթ Մանուկյանը ու էլի մարդիկ։ Հիմա բազմաթիվ ուղերձներ են հղվել, տարբեր որ զանգում են, հնարավորություն են տալիս իրենց տան անդամներին զանգելու, ձայնագրում են, հետո դա գնում է մեր մամուլ։ Ես ուզում եմ ասել, որ սա ամենակարևոր ուղերձն է, որ մինչ օրս հնչել է բոլորի կողմից։ Այնտեղ դատապարտվող իմ համար պատերազմի ռազմագերիների կողմից, որտեղ ես իմ գնահատականով նրանք պատերազմի ռազմագերիներ են։ Prisoners of war, միջազգային ստատուսը նրանց դա է, պատերազմի բանտարկյալ, ռազմագերի։ Հիմա ինչ է ասում գեներալ Դավիթ Մանուկյանը։ Ասում է, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Հիմա գտնվում եմ Բաքվում, դատվում եմ, եւ ասում է Նիկոլ Փաշինյանն ստեղ հոդված կա առաջադրված մեր դեմ, իրանց դեմ։ Ու նաեւ մեր դեմ բնականաբար, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը պլանավորել է, կազմակերպել է եւ իրականացրել է, հարձակում է իրականացրել, ագրեսիա իրականացրել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այդ գործով էս մարդիկ դատվում են։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը եղել է Հայաստանի վարչապետը։ Ես եղել եմ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը։ Եվ բնականաբար, ով որ ինչ պաշտոնի եղել է, որպես մենք ժողովուրդ, որպես հասարակություն, պետք է դիրքորոշում ունենանք սրա վերաբերյալ։ Հիմա այս մարդն ասում այախպեր մեզտեղ դատում են, որ մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա։ Հայաստանը դիրքորոշում ունի, թե դիրքորոշում չունի։ Մի հատ է ձեր դիրքորոշումն ասեք։ Ձեն չեք անում։ Բարձրաչափ որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այս հոդվածը կա առաջադրված, գիտի ինքը։ Բարձրաչափ որ մեր գլխավոր դատախազը ՊՆ նախարարը, արտգործնախարարը, ազգային ժողովի նախագահը, պատգամավոր բոլորը գիտեն, որ այս գործով դատում են այս մարդիկ։ Եվ Հայաստանի Հանրապետության կողմից ձևավորված դիրքորոշում, անգամ օպոզիցիայի կողմից չկա նման դիրքորոշում ձևավորված, օրինակ մի հատ բանաձև ներկայացվի, չկա ոչ մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը չի հարձակվել Ադրբեջանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը չի պլանավորել պատերազմ։ Բայց այդ մեղադրանքով դատվում են այս մարդիկ եւ կա դատավճիռ արդեն։ Այս վերաքննիչ դատարանում են իրանք։ Հիմա հարց. եթե պատերազմը պլանավորվել, ագրեսիա իրականացվել, մեր գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մեզ, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատար ազգային ժողովի ամբիոնից։ Շատ լավ։ Այդ մարդն էլ է դատվելու փաստորեն։ Փաստորեն հենց հիմա Նիկոլ Փաշինյանը դատվում է Բաքվի դատարանում։ Օրեր առաջ հայտարարեց, որ այո, ես նաև եթե հրավեր եղավ, մեկնելու եմ ես Բաքու, չգիտեմ, ինչ միջազգային միջոցառման համար։
Հենց հիմա ինքը դե դատվում է, որտեղ ինքը այդ օրը եղել է Հայաստանի վարչապետը։ Մեզ մարդն էլ ասում ախպեր, մեզ տեղ դատում են, դուք իրար այդ ախպերություն եք անում, խաղաղություն եք հայտարարել, բան տենց բենզին եք առնում, բան, սա նորմալ է, սա օքեյ է ոնց որտեղ։ Բայց մեզ դատում են այն հոդվածում, որ մենք այդ ժամանակ ագրեսիվ պատերազմ ենք վարել։ Մինչդեռ զինվորականները, այդ թվում գեներալ Դավիթ Մանուկյանը չէր կարող ագրեսիվ պատերազմ վարել։ Բացարձակապես, որովհետև այդ ագրեսիվ պատերազմի որոշումը լինում է քաղաքական մակարդակում։ Այսինքն քաղաքական մակարդակի վերաբերյալ հենց մի դատավճիռ է կայացվել։ Եվ Հայաստանից ձուն ԱԳՆ հայտարարություն, որ այ ախպեր, մենք չենք հարձակվել ձեր վրա, դուք եք հարձակվել մեր վրա, մենք այն հիմա չի տարական բաները չասեմ, մեր ժողովուրդը անգիր գիտի։ Ոչ մի խոսակցություն։ Ես մարդիկ դատվում են, եւ այդ դատավճռով վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանը կան կալանավոր են Բաքվում, որ գնա Բաքու։ Ու ցանկացած իշխանավորի Հայաստանից։ Այսինքն մենք որպես պետություն գոյություն ունենք, եթե այո, պետք է սան արձագանքենք։ Մեզ մարդն ասում է, ախպեր, ասեք, գոնե ասեք, որ չեք հարձակվել Ադրբեջանի վրա, դատում ենք այս հոդվածներով։ Ձեն հանեք, ախպեր։ Իրանք ընդեղ դատանում ցուցմունքներ են տալիս, մենք չենք հարձակվել, մենք չենք հարձակվել, բան այդ պայմաններում մեզ մարդիկ պայքարում են։ Այդ պահին Հայաստանում մեզ մարդկանց դեմ ատելություն է քարոզվում անդադար եւ քարոզվել է։ Մի կոնկրետ գեներալ Դավիթ Մանուկյանը, ասենք, ոչ մի կոնֆիգուրացիայով չես կարես մարդուն որևէ բան, ասենք, ոչ կարես ասես թալան չի, թալան էլա, ոչ կարես ասես էս է, այն ոչ մի բան։ Մաքուր զինվորական է։ Հասկանում ախպեր, ասենք, դատվում ենք ժողովուրդ, ասենք, ի՞նչ կա։ Ձեն հանեք։ Մեկ եւ երկրորդ, ասեք, մենք ի՞նչ կարգավիճակ ունենք Հայաստանի օրենսդրության համաձայն։ Այս մարդիկ հիմա ովքեր են Հայաստանի օրենսդրության համաձայն։ Ես ինչ եմ ասում, այս 2.5 րոպեանոց իր ուղերձը ամենակարևոր 1000 մի ուղերձ են, չէ՞ եղել ընդեղից։ Այս ամենակարևոր ուղերձն է։ Լիրիկական զեղումները պետք է սա դնել մի կողմ։ Մեր ազգը հայրենիք բան, մի կողմ։ Կոնկրետ մարդը հարց երկու հատ հարցատվել։ Ասում է հոդված կա, որ Հայաստանն հարձակվել Ադրբեջանի վրա, Հայաստանը դիրքորոշում ունի, թե չէ դու ես եղել վարչապետը, Նիկոլ Փաշինյան։ Ձեն հանի։ Եվ երկրորդ ասում է, մենք ով ենք ձեր համար։ Հայաստանը կարա ասի, որ այս մարդիկ պատերազմի բանտարկյալներ են Ադրբեջանում։ Հայաստանը գիտեք ինչ ասում, պահվող անձինք են։ Պահվող անձինք։ Ասենք ես հիշում եմ էլի կառավարության ներսում եմ այս հարցը բաները, որ մենք ես իմ բոլոր խոսքերում ասել եմ POW։ Բոլոր, մտեք Twitter նայեք իմ հայտարարություններում։ Հարցազրույցներում POW, prisoners of war, պատերազմի բանտարկյալներ։ Բայց մեր կառավարությունը հիմա պահվող, Բաքվում պահվող անձանց վերաբերյալ, այո մենք բանակցում ենք, բան։ Այնտեղ գերի, ռազմագերի, բան, դրանք միջազգային կարգավիճակներ են։ Չեն օգտագործում։ Պահվող անձինքը որն է, ով է պահվում, որտեղ են պահվում, ինչա։ Սանատորիա են, ուր են գնաց, ճամբար են գնացել, ուր են գնացել։ Ինչ են պահվում այնտեղ։ Ինչ են իրանց կամքին հակառակ պահվում Բաքվի բանտում։ Մեկը կարա դրա պատասխանը տա։ Հիմա ուզում եմ ամփոփեմ, ասեմ, Ջորջ ջան, այդ դատավճռով Ադրբեջանում արձանագրում որ Հայաստանն է հարձակվել իրանց վրա։ Եվ դրա հետևանքները լինելու են դրա հետևանքները։ Տեսեք, ընտրություններն ավարտվել են, ուշադիր։ Ընտրություններն ավարտվել է։ Ով որտեղ պետքա տեղավորել է, նորմալ է, սա գոհ են, նորմալ, սա օքեյ է։ Քաղաքական գործունեություն իրականացնող Հայաստանում չկա։ Չկա քաղաքականությամբ զբաղվող։ Չկա, ուր է, ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Ոչ մի բան չեն խոսում, ծպտուն չկա։ Այս մարդը ուղերձ հաղի արձագանք չկա։ Իշխանության կողմից չկա, օպոզիցիայի կողմից չկա, նախկին օպոզիցիայի կողմից չկա, նոր ձևավորվողի կողմից չկա, ոչ մեկի կողմից չկա։ Սա էս է, всё։ Բան։ Ինչ պետք է արվի օրինակ, ինչ եք մտածում, սիրելի հայրենակիցներ։ Ինչ կարծիք եք։ Ասենք լավ, կերանք, խմին կենա, նայում եմ կասկադը, բան նորմալ է, սա։ Համերգներ, բան, շատ լավ է, ես դեմ չեմ։ Քեֆ արեք, հանգստացեք, ամառա շոքա, սա ցենտր է, ես բացարձակ ոչ մի բանի դեմ չեմ։ Լավ հանգստացեք, որ լավ աշխատեք։ Դա շատ կարևոր է։ Լավ հանգստանալը շատ կարևոր է, բայց վերջի այս հարցերով ով պետք է զբաղվի։ Ով։ Ասենք վերջի դեսպան եղած ժամանակ եմ խոսել, հրաժարական եմ տվել, եմ խոսել, պարլամենտում եմ խոսել, ընտրությունները վերջացել է, հիմա եմ բացատրում ասում։ Դա բացի մեզանից, ով այս հարցերից ով է զբաղվելու, էլի, ով այն ինչ որ բան ասում։ Ես իմ դիրքորոշումը հստակ ձևակերպել եմ, այս մարդիկ պատերազմի ռազմագերիներ են, պատերազմի արդյունքում բանտարկված են, ապօրինի, նրանք պետք է ժամ առաջ ազատ արձակվեն։ Հաջորդը, Հայաստանի Հանրապետությունը չի հարձակվել Ադրբեջանի վրա, կառավարության որոշում կա,
որով Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն։ Այդ որոշման մեջ հստակ ձևակերպված է, հստակ, որ հարձակումը Ադրբեջանի կողմից է եղել։ 20 թիվ սեպտեմբերի 27։ Այդ որոշումն եկե մտել է պարլամենտ։ Պարլամենտական պրոցեդուրա է անցել։ Հիմա կարակ հանեք, ասեք ախպեր, այս որոշ, ասեք Ալիև, այս որոշման համաձայն դուք եք հարձակվել։ Սա մեր պետական դիրքորոշումն է, դուք եք ախպեր հարձակվել։ Այս մարդկանց էս ինչ հոդվածով եք դատում։ Ընդհանրապես, եթե խաղաղության են գնում, այս մարդկանց եք դատում, բաց թողեք թող գան։ Իսկ նայած որ հրավեր եղնի, ես գնալու եմ, բա քեզ դատում են ընդ Նիկոլ, ուր ես գնում Բաքու։ Բռնելու են քեզ։ Եթե չեն բռնելու, դու սա գալի որ դու պատերազմ ես բան արել, դու ագրեսոր ես, ագրեսոր երկրի ղեկավար ես, ագրեսիայի համար ես մարդկանց դատում են, բայց դու հանգիստ գնում ես Բաքու գալու, տես կարա լինի։ Բա դրա պատասխանով պետք է եթե տենց է։ Տեսա իրավիճակը, սիրելի իմ հայրենակիցներ։ Էլի եմ ասում։ Այս հարցեր են, որով չի լինելու չզբաղվել։ Կարանք քեֆ անենք, ուտենք, խմենք։ Այս հարցերը մեզանով զբաղվելու են։ Հենա մեզանով զբաղվում են եւ զբաղվելու են, չի լինելու սրանցով չզբաղվել։ Պրոստը ձև չկա սրանցով չզբաղվել։ Այսենց Հայաստանին այսենց բարձելու են, հերթով մեղադրանքները ասես դնելու են, բարձելու են ու ասեն դե դրա դիմաց դե էս բաները գնացեք արեք։ Բա որ ձեն չեն հանեն, բա ինչ պետք է լինի։ Բա ոնց պետք է լինի։ Սա ձեն հանելու սրա պատասխանը 3 րոպեմ կարամ գրեմ ձևակերպեմ։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն տամ։ Հետո ում տամ։ Ինչ անեմ։ Ում տամ էլի, ով ինչ անի, ասեք։ Էսա իրավիճակը։ Եվ այս ամեն ինչը Հայաստանում բանա։ Ոչ մի ձևի ուշադրություն չի դարձվել։ Հա, հասկանում եմ հիմա Orange-Mall-ի աշխատողները դրսում ցույց են անում, հենց հիմա բողոքներ կան։ Ձուկ արտադրողներն այնտեղ ձուկը չեն կարողանում տանել, պոմիդորը այնտեղ, հա, բոլորը խնդիրներ։ Իսկ կա այդ խնդիրներով զբաղվող կառավարություն, չկա։ Կա այդ խնդիրներով զբաղվող օպոզիցիա, չկա։ Ինչ կա вообще Հայաստանում։ Ոչ մի բան։ Ինչ կա, ինչ է, քաղաքական գործունեությամբ զբաղվել կա քաղաքականություն Հայաստանում։ Լինի քաղաքականություն, զբաղվեն քաղաքականությամբ, չկա քաղաքականությամբ զբաղվեն, ինչով են զբաղվում։ Իսկ ինչ ենք անում մենք։ Ես խնդրում եմ ձեր մոտեցումներն էլ գրեք, ինչ եք կարծում, ինչա պետք անել, արձագանքեք, փոխանցեք, եթե տարբեր քաղաքական ուժեր եք ներկայացնում։ Փոխանցեք ձեր ուժերի ղեկավարներին, ասեք, բաց այնց խնդիր կա, դիրքորոշում արտահայտեք։ Բա դիրքորոշում արտահայտեք, ասեք, լա տենանք, ես ինչ պետք է անենք։ Ես գոնե մեր մասով, մեր ուժի անունից դիրքորոշումն արտահայտում եմ։ Եվ փորձելու եմ նաև միջազգային մեր հնարավոր կապերը օգտագործել խայտարակության վերաբերյալ, բայց աբսուրդը գիտեք որն է, ասել ասեմ ու ամփոփեմ։ Որ հիմա ես որևէ դեսպանի ասեմ, չէ՞, կամ Բրյուսելում որևէ պատվիրակի ԵՄ պարլամենտի անդամի, պետք է ասի եղբայր, ձեր կառավարությանը մեղադրում են ագրեսիայի մեջ, չասեմ հա։ Բա ասма կառավարությունը քիչ չի պատասխանում, եկել ես Եվրոպա падգամավորին ասում ես, ես ինչ անեմ։ Բելգիայի падգամավորին ինչ անեմ, այ ախպեր ինչ ես ուզում ինձանից։ Կամ ամերիկյան կոնգրեսի սենատի անդամին։ Եկե բացատրեմ ես, որ Բաքվում Հայաստանին մեղադրում են, որ ինքը ագրեսիոն պատերազմ է մղել, պլանավորել է հարձակվել Ադրբեջանի վրա։ Սենց չի եղել, սուտ են ասում, իզուր են ես մարդկանց ասում, շատ լավ եղբայր ջան, հասկացանք, բայց կառավարությունն ինչ բանի է, որ կառավարությունն են մեղադրում։ Նախկին կառավարություն չէ, նույն կառավարությունն է։ Այդ մարդիկ արձագանք ունեն, թե չէ, պետք է պատասխանեն, թե չէ։ Եկե ինձ հարցնում ես, ես ինչ անեմ։ Եկել ես Վաշինգտոն բացատրեմ ես, սա ես ինչ անեմ։ Եկել ես Նյու Յորք ինձ բացատրեմ ես ինչ անեմ։ Էսա Դե ասել մեր Կարպիս Փաշյանին, լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, եթե կարող եք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։